Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեղծ հայտարարագրեր պատրաստելու և օգտագործելու միջոցով պետական բյուջեին խոշոր չափերի խարդախությամբ յուրացնելու համար։ Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը 2020-2023 թվականներին իրեն պատկանող ընկերության անունից եկամուտների ծառայություն է ներկայացրել ամսական հայտարարագրեր, որոնցում ներառված են եղել վաճառքի ապրանքների վերաբերյալ կեղծ տվյալներ, այսպիսով ընկերության համար ստեղծելով կեղծ ակտիվ։ Պարզվել է, որ վերոհիշյալ հանցավոր արարքով մեղադրյալը խաբեությամբ ձեռք է բերել պետական բյուջեից ընդհանուր առմամբ 639,684 լարի։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։